S5 կապի մեջ։ S5 նշանակետի բնութագիր։ Բարև ձեզ, ես Նորայր Աղամյանն եմ, 48 տարեկան։ Ո՞ս դու 48 տարեկան ես։ Հա, դե սպաս մի դուբլով պրծնենք էլի։ Դու ավելի շատ գիտեի։ Քիչ։ Հաբա, հոգով ջայլ։ Այս ժեշտի թիվն է։ Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա։ Ոմային ընդհանուր առմամբ ծանոթ եմ 16 թվականից, կարելի ասել։ Հետևում էի, իսկ անմիջական կապը ստեղծվեց 20 թվականի ռազմական գործողություններից հետո, ավելի կոնկրետ 21 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ, երբ Ոման կազմակերպեց հրետանային խմբի 10-օրյա հավաք, այդ ժամանակ միացա Ոմային, իսկ մինչ այդ չմիանալու հիմնական պատճառը երևի թե նա էր, որ հրետանային դասընթացներ չկար, իսկ զինվորական ծառայությունս անց եմ կացրել որպես հրետանավոր։ Հետագայում այստեղ հասկացա, որ սա միայն ասենք ռազմական ինչ-որ գիտելիքների ստանալու տեղ չի, սա ընտանիք է, որտեղ կա հստակ գաղափարախոսություն, ազգ-բանակ, որտեղ կա արժեհամակարգ, որտեղ կա ընկերություն, որտեղ գիտես, որ քո կողքի կանգնած մարդիկ մշտապես քո կողքն են, կապ չունի դա նեղի թե լենի մեջ է։ Ոման հնարավորություն տվեց հրետանավորների վերապատրաստման դասընթացներին։ Երբ առաջին անգամ այդ հավաքը տեղի ունեցավ, դրանից հետո առաջարկություն եղավ ստեղծել Ոմայում հրետանային դասընթացներ ու հենց այդ առաջարկը ինձ արվեց։ Ճիշտ է, մի փոքր մտավախություն ունեի, որ հնարավոր է չստացվի, բայց արդյունքում կարող եմ վստահ ասել, որ ստացանք այն ինչ որ ուզում էինք, այսօր մենք ունենք։ Ու ես վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում այդ դասընթացները անցած մարդիկ կարող են շատ հանգիստ համալրել զինված ուժերի շարքերը։ Նաև ունեցել ենք նմանատիպ փորձ։ Ես ինքս մասնակցել եմ տղաների հետ 25-օրյա հավաքին 23 թվականին։ Բացի դրանից 21 թվականին մենք եղանք Սև լճում, 22-ին Ջերմուկում ու իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք խնդիր կատարելու։ Ու նպատակ երազանքը ձևակերպենք այսպես, նա է առաջնահերթ, որ իմ երեխաները ապրեն այն Հայաստանում, որը ես իրոք երազում եմ, որը ես ցանկանում եմ, որ լինի։ Դա պետք է լինի ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն ու նաև որպեսզի իմ զավակները լինեն այդ հանրապետության, այդ երկրին իրոք արժանի զավակներ, արժանի քաղաքացիներ։ Ու ցանկացած հայրենիք սկսում է ընտանիքից։ Երկրի հաջողությունը ընտանիքի հաջողությունն է եւ հակառակը։ Այլ կերպ ես չեմ պատկերացնում։